Մենք այն մարդկանցից կամ այն ուժերից չենք, որ ընտրություններից առաջ մեշոկը հավաքում ենք։ Մենք խոսք ենք տվել, որ անցնենք լինելու է ոդկասթը, չանցնենք լինելու է ոդկասթը։ Եթե իմ ժողովուրդը կողմ է կամսախորձային, բաղագծերի մեջ ֆաշիզմի կամ ազգային ամրության, ես դեմ եմ այդ ժողովրդին։ Սա քաղաքական անբովանդակության սկիզբն է։ Առանց ամաչելու Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հետ են համեմատվում։ Անգելա Մերկելը, Տոնի Բլերը, երկուսն էլ խոսքի մի քանի անգամներ ընտրվել են վարչապետ։ Ինչ կա դրա մեջ։ Մեզ քաղաքական համակարգը ինչ-որ մատրիցա է, որը շատ դժվար է ճեղքել։ Երբ որ ասում ենք քաղաքականությունն անբարոյականություն, մենք ասում ենք ոչ։ Ընկերներ, ողջույն։ Գիտեմ, որ ամենակիչը սպասում եք մեզ պլատֆորմ ոդկասթի եթերում, միգուցե նաև հիմա որոշները կարող են մտածել, որ սա ոդկասթի ինքնալուծարման եթեր է, վերջին եթերը, բայց չէ, ինչպես խոստացել էինք, մեր ոդկասթը շարունակելու է իր աշխատանքը, հավակնելով դառնալ հայ քաղաքական կյանքի ամենաերկարատև քաղաքական ոդկասթը։ Մենք այն մարդկանցից կամ այն ուժերից չենք, որ ընտրություններից առաջ մեշոկը հավաքում ենք, մտնում ենք process-ի մեջ, ընտրությունները վերջանում են, անետանում են, այտենց լիքը մարդիկ կան, հիմա չկան, մտել են ընդհատակ կամ վերացել են ընդհանրապես։ Մեր մոտ բան չի փոխվել եւ ըստ օրակարգի, ըստ անհրաժեշտության աշխատանքը, այդ թվում նաեւ այս ոդկասթի աշխատանքը շարունակվելու է։ Իսկ հիմա որևէ մեկի համար գաղտնիք չի, որ ընտրությունները ավարտվեցին եւ ավարտվեցին մեր համար ոչ այնքան ցանկալի արդյունքներով, առաջին հերթին մենք չկարողացանք հաղթահարել անցողիկ շեմը եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, երևի Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը որպես անցանկալի սցենար կարելի է առաջին տեղում դնել։ Մենք շատ կուրախանենք, եթե ինքը չվերարտադրվեր, մենք չանցնենք, բայց ինչևիցե հիմա հասկանանք ինչի տենց եղավ, հիմա ինչ ունենք այս բան մենք կանք եւ մեր աշխատանքը շարունակելու է ի հեճուկս մեր ճուզողների։ Դավներ։ Այն որ դու ասում ես, որ ամենաչսպասված ոդկասթն է, դա կնշանակեր, որ ուրեմն մենք սուտ խոստում ենք տվել։ Դե մենք խոսք ենք տվել, որ անցնենք լինելու է ոդկասթը, չանցնենք լինելու է ոդկասթը։ Չենք անցել, կա ոդկասթը։ Ժողովուրդ ջան, նախ ուզում եմ ասել, որ իմ ու Կարպիսի անունից եւ մեր ամբողջ թիմի անունից ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր հետևորդներին, ովքեր այս ընտրություններում մեզ որևէ կերպ աջակցել են։ Մարդ կա ֆինանսապես աջակցել, մարդ կա քվեարկել ազուտ, մարդ կա ինչ որտեղ հանդիպում է կազմակերպել, ամեն ինչով, հիմա կարող ինչ որ մեկին մոռանամ։ Բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ այն հազարավոր մարդկանց, ովքեր մեր օգտին քվեարկել են, որ բացարձակապես չտխրեք, չտրտմեք, մենք տեսնում եք տխուր չենք, մենք բացարձակապես չենք փոշմանել, որ մասնակցել ենք։ Եվ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ու ասել, որ դուք ձեր ձայնով աջակցել եք Հայաստանում քաղաքական բովանդակության լինելուն։ Դուք ասել եք, որ պետք է այս բովանդակությունը։ Պարզ է այդ ձայնը քիչ է։ Ասում են, քիչ ձայն եք տարել ձեն մի հանեք, ասես մարդիկ կան։ Բայց միևնույն ժամանակ մենք ասել ենք, որ մենք միայնակ մնանք 1 միլիոն մարդ էս կողմ կանգնի, եթե մենք զգանք, որ մենք ճիշտ ենք ու մենք համարենք, որ մենք ճիշտ ենք, մենք ասելու ենք, որ մենք ճիշտ ենք։ Այդ քիչը շատը բան չի փոխում։ Հիմա նայեք, ովքեր որ շատ են իբր թե նրանք չկան, բայց ովքեր քիչ էին, նրանք կան։ Դա էլ է հետաքրքիր։ Եվ ուզում եմ այս շնորհակալության հետ նաև ասել, որ մենք փորձելու ենք ինչ որ կերպ նաև արտախորհրդարանական հատվածում աշխատանքներ տանել, համախմբել արտախորհրդարանական ուժերին, հարթակ ձևավորել արտախորհրդարանական ուժերի եւ թույլ չտալ, որ քաղաքականությունը սպանեն Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները։ Իրավիճակի վերլուծություն ուզում ես մի հատ քննարկենք, ինչ իրավիճակ ունենք։ Այդ որ ասում եք, որ մենակ մնանք, վրացական ցակմամբ սովետական շատ հայտնի փիլիսոփա կար Մամարդաշվիլին, որ սովետի փլուզումից հետո, երբ որ Վրաստանում իշխանության եկավ Գամսախորձյան, մի այսպիսի շատ սուր ձևակերպում ունի, ասում է, եթե իմ ժողովուրդը կողմ է Գամսախորձյան, բաղագծերի մեջ ֆաշիզմին կամ ազգային ամրության, ես դեմ եմ այդ ժողովրդին։ Հիմա մենք տենց ծայրահեղական չենք ձևակերպի, մենք դեմ չենք մեր ժողովրդին, բայց համաձայն չենք քվեարկության հետ, եւ ոչ միայն քվեարկություն
իշխանության համար, այլ նաև թե ինչ ընդդիմության համար են քվեարկել։ Ընդհանրապես քվեարկության հետ համաձայն չենք եւ էլի մենակ մեր փոքր ռեսուրսներով Մամարդաշվիլիի ասած տրամաբանությամբ, բայց առանց ժողովրդին դեմ լինելու շարունակելու ենք մեր պայքարը, ինչպես տեսնում ենք, շարունակում ենք այս վերջին օրերին ամենաակտիվ քաղաքական գործիչը Էդմոն Մարուկյանն է, ավելի ակտիվ է, քան պարլամենտ անցածները։ Եթե նայեք հիմա մամուլում ամենտեղ ինքն է, Ծառուկյանը չի, Սամվել Կարապետյանը չի, Ռոբերտ Քոչյանը ընդհանրապես ոնց որ մի հատ հայտարարություն է տարածել կամ չի տարածել, չեմ հիշում։ Ու հետո երկրորդը գալիս է Նիկոլ Փաշինյանը, այսինքն հիմա սա ինչ որ մարտնչող անհիմն ինքնավստահություն չի, ինքնավստահությունից չի, եւ նենց էլ չի որ տխուր չենք, որտեվ անմեղսունակ ենք, չէ։ Ուրախ ենք, որովհետեւ ոնց որ թե ամեն ինչ այդքան էլ վատ չի առնվազն մեզ համար, որովհետեւ մենք կարծում ենք, որ այս ընտրությունները մեր համար հերթական ինչ որ հաղթահարելու պլատֆորմներ էլ ավելի արդյունավետ ապագայում հայտնվելու համար, այսինքն տխրելու առանց, լավ կլիներ որ անցնեին խորհրդան այդ մանդատների, հիմա որ ընդդիմությունը քննարկում է մանդատ վերցնել թե չվերցնել, որովհետև իրանք չգիտեն այդ մանդատի ինչի համար է, ոչ գիտեն մանդատ վերցնելն է ինչի համար, ոչ գիտեն մանդատ չվերցնելն է ինչի համար, որովհետև իրանք այնքան մեծ շեմ էին իրենց համար քաղաքական նշել, որ հիմա մնացել են իրենք իսկ ռետորաբանության տակ հաջորդ վարչապետները։ Իսկ մենք հստակ գիտենք, թե մեր համար օրինակ մանդատը ինչն է իսեր պետք, մենք պետք է գնայինք այնտեղ ռեֆորմներ առաջ քաշեինք, մեր առաջնային գաղափարական այդ դրույթը, որ առաջ էին քաշում Հայաստանում պարլամենտարիզմի ավանդույթներ ձևավորելներ։ Այս ամեն ինչի համար պետք էր մանդատ, բայց իրանք չգիտեն հիմա ինչի համար է իրանք մանդատ պետք կամ ինչի համար պետք չի։ Ինչևից է, կանք իրավիճակի նկարագրությանը Նիկոլ Փաշինյանը բավականին դժվարությամբ հաղթեց իր առաջ քաշած տոկոսը չկարողացավ հաղթահարել, սահմանադրական այդ մեծամասնությունը չունի եւ դա որոշակի սահմանափակումներ է իր ապագա գործունեության համար առաջ քաշում, մասնավորապես շատ դժվար է լինելու սահմանադրական բարեփոխումների օրակարգ բերել, չնայած արդեն իսկ կանխատեսումներ կան, որ ոնց էլ չլինի ընդդիմությունից կլինեն տիրադավեր, որոնք կանցնեն միշտ ճամբար, ճիշտ է հիմա ամբողջ եթե վերցնեն մանդատները, Սերժ Սարգսյանական մամուլը ասում է վերցրեք մանդատները, որ գնաք, ձեզ ընդհանրապես պետք է 8 ԿՊԱ-ական, այս հայտնի ծեծված, ոնց որ դեժավյու ապրեմ, այս ամեն ինչը ես արդեն տեսել եմ 2021։ ախ, Ես հիմա ասեմ, դուք գնալու եք, եթե գնաք այնտեղ, դուք ոչ միայն չեք կարողանալու 8 հայրենասեր ԿՊԱ-ական բերեք ձեր դաշտ, այլ 8 կամ 18 կամ 28 հայրենասեր ԿՊԱ-ական, ճակերտի մեջ հայրենասեր, սպասում է, որ դուք գնաք այնտեղ դες ծեծեն։ Դուք իրանք ձեր դաշտ չեք բերելու, իրանք ձեզ են սպասում, որ դες սամասուտ անեն ազգային ժողովում, ոնց որ մի անգամ արդեն եղել է այդ իլյուզիաները, այդ ռոպագանդան թարգեկել է։ Բավականին բարդ իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը իհարկե շատ ծանր գնով, նաև հասկանալով, որ կարող է արդեն 3-4 անգամ այսպես էլ չստացվի, հասավ իր նպատակին, վերարտադրվեց, բայց շատ ավելի ծանր է ընդդիմության վիճակը, իսկ թե ինչա ծանր դրա մասին թող խոսի արդեն պարոն Մարուկյանը։ Նախ ուզում եմ ասել, որ իշխանությունը լկտի անալու է այս իր հաղթանակի, ճակերտավոր հաղթանակի ֆոնի վրա, բայց հետ գալով մի հատ քո մտքին շատ լավ մի ձևակերպեցի, ասեցի մենք համաձայն չենք այս ընտրության հետ։ Մենք ոչ միայն համաձայն չենք իշխանության ստացած ձայների հետ, մենք նաև համաձայն չենք ընդդիմության ստացած ձայների հետ։ Հանկարծ չիմանաք, որ չմտածեք, որ մենք համերաշխենք դրա հետ, որովհետև ըստ էության ես խոսել եմ, սա քաղաքական անապատ է։ Սա քաղաքական անբովանդակության սկիզբն է, որովհետև բովանդակություն չի մտել պարլամենտ, չկա բովանդակություն, գոյություն չունի, եւ այս քաղաքական անապատը մեր երկրի մարտահրավերներին որևէ ձևով չի կարողանալու դեմ կանգնել եւ մարտահրավեր նետել կամ իշխանությանը հաշվետու դարձնել, բայց սա այն է ինչ որ մենք ունենք, Ժորժ ջան, այս ձեր քվեարկությունն է հիմա Պարզա մեր ձայներից գողացել էին, բացահայտել ենք, հետ են դնում եւ այլն, բայց մեծ հաշվով այդ գողացած ձայները մեզանից բան չի փոխում, զուտ երևույթ է, որ այլանդակություն է տեղի ունեցել կոնկրետ լուսավոր Հայաստանի նկատմամբ, բայց հետ գալով իրավիճակին, ասեմ, որ փաստորեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 օր առաջ ճանաչեց անվավեր 2 տեղամասում քվեարկություններ, որի արդյունքում ԲՀԿ-ն չի մտնում խորհրդարան։ Այսինքն մտնում են 2 ուժեր, Հայաստան դաշինքը եւ
Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքը։ Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան դաշինքի համար Սերժ Սարգսյանի սահմանադրագետները սազը վեկալած բաներ են անում, դամ են պահում, երգում են, բան են անում, որ լավ է բան։ Այդ ամենաաբսուրդ բանն է նա, որ Սերժի սահմանադրագետները պնդում են, որ այդ ընտրություններով դժվար է չի լինում, պետքա փողոցը ակտիվ լինի։ Պատկերացնում ես մարդը գրել է սահմանադրություն, որ ընտրությունով իշխանությունը չփոխվի։ Դրանից հետո ինքնասպան չի եղել, որ իշխանությունը սենց է եղել, որ Հայաստանից էս կործանվել է։ Քիչ ինքնասպան չի եղել, գնում է եթերներ ու խոսում է։ Ասում ես այդ մարդը պիտի փախնի, չերևա ոչ միտեղ։ Գնում է եթերներ խոսում է։ Ասա հրայրը երես չունի, գնա իր այն գոնը։ Կարճ ռեպլիկ է ըստ էության մասնագիտության առանձնահատկությունները ելնելով փողոցին ամենաշատը պետք է արամ առի սահմանադրագետը, չէ՞։ Բայց այդ եմ ասում, նայ, փողոց մի անգամ ա եղել եւ այդ փողոցը մերժելա ձեզ։ Ինչ փողոց։ Ինչ փողոց ես դու խոսում։ Բայց սահմանադրագետը ինքն իրանով հեղափոխականությունը պետքա մերժի։ Այո, ու սահմանադրագետը իր գրած սահմանության մասին ասում է, դες անհնար է այս ընտրություններով բանանել բան, բեմա պետքա փողոցը պահվի, մանդատներն է վեկալեք, փողոցը հետը պահ, որտեղ մարդիկ ասում պետք է փողոց պահել, մանդատները չվեկալել։ Դե ինքը իրան հանձնարարություն հետևելն է, որ հիմնավորի որ մանդատը վեկալեն։ Հակա հեղափոխական մասնագիտությունն է դա։ Հա, հիմնավորի մանդատը վեկալեն, գնա եթերներ հիմնավորի։ Ընդ որում այս սահմանադրագետը գիտես որ սահմանադրագետն է։ Որ Բագրատ Սրբազանի շարժում եկավ հասավ հրապարակ, ինքը հայտնվեց կառավարության շենքի տակ ու ասեց ինտերվյուներ տալ, որ այո, Կանադայի քաղաքացին կարող է լինել, կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։ Հենց Սամվել Կարապետյանի թեման առաջ եկավ, որ ինքը լինի վարչապետ, էլի գնաց ինտերվյուներից, ասեց ասել, որ այո, Սամվել Կարապետյանն էլ կարա։ Ու ասենց հերթով էս մարդկանց սրանք կործանել են, էս Սերժի սահմանադրագետները Սերժի հետ։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Ախր իրաք չեն բացատրում, որ այս Սամվել Կարապետյան ջան, այլ Ռուբեն Վարդանյան ջան, Բագրատ Սրբազանը դե թեմաներում չկար։ Այդ դրույթը, որ չլինեն վարչապետ կամ падգամավորի տեխնացու տվյալ պարագայում մարդիկ ովքեր երկրորդ անձնագիր ունեն եւ Հայաստանում չեն ապրում, դա գրել են նրա համար, որ մի օր Սամվել Կարապետյանի մտքով չանցնի մտնի process-ի մեջ, կամ Ռուբեն Վարդանյանի կամ այլ սփյուռքի հայ ուժեղ մարդու հարուստի պարագայում։ Ու այդ նույն մարդիկ ոնց կարան գան քեզ օգուտ խոսան։ Դու չես ճոգում, որ քեզ խափում են։ Ու ինչ ա դասի չէ տարիքի բանա։ Այդ դրույթը գրել են որ Ռուբենը կամ Սամվելը երբևէ չհավակներ այդ պաշտոններին։ Ռուբենը բակվում է, բուդատվում, Սամվելը ստեղ։ Ախր այս համակարգը գծածա այս ամեն ինչի համար։ Ու այս մարդիկ առանց ամոչելու գնացել, եթե sense բաներ են խոսում։ Հիմա ես հասկանում եմ, որ անգամ եթե այդ տեղամասերում վերակվարկություն դրվի, պատկերացնենք վերակվարկությունն է դրվում։ ԲՀԿ-ն գնում է, ԲՀԿ ինտրոներ են ընտրում, ԲՀԿ-ն անցնում է, մեկը այդ իրեք օպոզիցիաները իրար հետ քաղաքական բովանդակություն չունեն։ Եվ ոչ մի բան չեն կարող։ Ու առանց ամաչելու այս համակարգը, որ այս մոնստր եմ անվանում, իրանք անվանում են պարլամենտական հանրապետություն, որ առանց ամաչելու Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության հետ են համեմատվում, Մեծ Բրիտանիայի հետ են համեմատվում։ Ինչն է ամոթալին, որ իրանք ասում են, որ այս համակարգը պարլամենտական համակարգ է եւ օրինակ Անգելա Մերկելը, Տոնի Բլերը երկուսն էլ խոսքի մի քանի անգամներ ընտրվել են վարչապետ։ Ինչ կա դրա մեջ Նիկոլն էլ կարա ու դա ասում են հանրապետականները, Շարմազանովները, Սերժ Սարգսյանները եւ ես ուղղակի ուզում եմ հասկանամ լավ։ Արա լավ, դուք չեք ամաչում, չգիտեմ ինչ անեմ, ասենք ես որոշել եմ կարպիս որ մենք նավես ընտրությունն այս ցույց տվել, դաս ա եղել սա մեր համար, որ մենք պետք է հնարավորինս բացվենք կարպիս, հնարավորինս բացենք ժողովրդի համար այս ամեն ինչի այս խութերը, այս բարդ անհասկանալի անցքերը, որ մարդիկ հասկանան ինչա կատարվում, որ մարդիկ իմանան, եթե այս համակարգը քարուքանդ չի արվում, քանդու քարապ չի արվում, Նիկոլը այս համակարգով կարա երմեք թվինել կրի։ Այսինքն եթե երմեք թվինել իր դեմ դուզ գան այս համակարգի մարդիկ, էլի ինքը կարա կրի կարպիս։ Որտեւ երբ որ դու ընտրություններում վերցնում ես, ամեն գյուղի նախկին գյուղապետին դնում ես քո շտաբի պետ կամ քո ակտիվ, ամեն քաղաքի նախկին քաղաքապետի, ամեն տեղական նախկին ինչ որ մեկի, որը այդտեղի ժողովրդին մի 20 տարի կեղեքել է, եղբայր, ի՞նչ է տեղի ունենում։ Դրա արդյունքում ժողովուրդը լոկալ, ինքը լոկալ է նայում ասում ախպեր, եթե սրանք գան, հեսա հետ է գալի։ Մենք սա ժամանակ տեսել ենք ինչ խնդիրներ ենք ունեցել։ Գնում է ինքը մերժում է այդ համակարգը։
Քանի որ Սամվել Կարապետյանի ցուցակում տենում է իրան հալածած բդեշխների։ Այո, եղբայր ջան, տենց է եղել։ Նույնը եղել է Քոչարյանի ցուցակում էլ արեք 21 թվին էլ իրանք են նույնիսկ Հա, պարոն Մարուկյան, մեզ են հարցնում, ինչի եք այդքան քիչ են հավաքել, նույնիսկ որոշները չարախնդում են, օրինակ որոշ ԿՊԱ-ականներ, հաղթացած եւ լկտիացած։ Բաբկեն Թունյանը հարցնում է, ուզում ես սրա մասին Բաբկենին էս բերեդան, բերլա առաջ դրանք, հաշի առաջ։ Ասում է դու Էդմոն Մարուկյանը մտածել եք ձեր հավաքած տոկոսների մասին, ինչա այդքան ցածր։ Ուզում գրածած կարդամ էլի կլինի։ Թե ինչի ենք օրինակ մենք ցածր հավաքել, որտեղ ես կարծում եմ, այս քաղաքական համակարգը ինչ որ մատրիցա է, որը շատ դժվար է ճեղքել։ Այդ մարդկանց գրած համանadrության շնորհիվ այդ սուպեր վարչապետական։ Ինչ եմ գրում։ Ասում հա, Բաբկի ջան, արդեն վերլուծել ենք։ Այդքան քիչ ենք հավաքել, քանի որ շատ արդարացված օբյեկտիվ պատճառներով ենք այդքան քիչ հավաքել։ Առաջին հերթին այն պատճառով, որ ԿՊ-ն վերջին 5 տարիներին պետությունը կառավարել է մեծագույն հաջողությամբ եւ արդյունավետությամբ։ Քաղաքական դաշտը այլասերված դիցարանի չի վերածել, եռագլուխ հրեշի դեմ կեղծ բևեռացում չի սանձազերծել, ճշգրիտ արտաքին քաղաքականության շնորհիվ Արցախը պահպանել է հայկական, տարածքային ամբողջականությունը պահել է անսասան, եկեղեցու դեմ տերոր չի սանձազերծել, կեղծ արտաքին սպառնալիքով եւ արհեստացին հիբրիդային պատերազմով մարդկանց չի մանիպուլացրել, Նիկոլ Փաշինյանը երբեք պատերազմով չի ահաբեկել իր քաղաքացիներին։ Դուք եղել եք շատ պատասխանատու կառավարություն եւ ձեր զախողումները երբեք չեք բարթել նախկինների ռուսների ընդդիմության վրա։ Ընտրությունից 5 պակաս թոշակները չեք բարձրացրել, առողջապահական ապահովագրություն չեք մցրել։ Ընտրությունից 5 պակաս Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես երրորդ ժամկետ չի գնացել, ընտրովի արդարադատությամբ ընդդիմադիրներին բանտերը չի լցրել։ Էլ որ մեկը ասենք, իսկ եթե ավելի լուրջ 2017 թվականի դրությամբ Նիկոլ Փաշինյանն էլ 0.5%-ից պակաս ձայն ուներ։ Նկատի ունեցի Բաբկեն ջան։ Ուրեմն, նայ։ Դու շատ ես խորացել Բաբկենի վրա։ Ուրեմն այդ ֆրակցիայում կան դες դիքը մարդիկ, ով որևէ պարագայում, որևէ տեղ, եթե իրանց տեխնացիոնը որևէ բան դնեն, թաղի պահակ օրինակ, եթե Բաբկենը թաղի պահակի համար տեխնացիոնը դնի, իր թաղեցիկ իրան պահակ չեն ընտրի այդ թաղում։ Ու ոչ մի բան իրան չեն ընտրի։ Այդ մարդը Նիկոլ Փաշինյանի ստվերի տակ երրորդ անգամ դառնում է պատգամավոր։ Եվ այդ մարդը ինչ որ մի ուժի, որը հազարավոր մարդկանց ձայներ է ստացել, օրինակ մեզ, չէ՞։ Ասում է, ախպեր, դուք այդքան այդքան քիչ ձայն ստացել, մի հատ անալիզ արեք բան։ Որը դու ես խոսում Բաբկեն։ Ուրեմն Բաբկենի մասին մի բան պատմեմ ու փակենք Բաբկենի թեման։ 18 թիվն է։ Հեղափոխություն է եղել, պետք է առանձին մենք մասնակցենք, ԿՊ-ն գնում է իմ քայլը դաշինքով։ Նայում ենք, որ մեզ էկոնոմիստ, տնտեսագետ է պետք, ապա քաղաքական տնտեսագետ։ Եվ Բաբկեն Թունյանը հայտնի ստատուսներ ա գրում քննադատում իշխանություններին, բանացած։ Մանեն Թանդիլյան մանեն։ Ասում է, ես կարող եմ Բաբկենի հետ խոսել։ Հրավիրեմ Բաբկենին մեր ցուցակով մասնակցի ընտրություններին, գնանք պարլամենտ, որ տնտեսագետ է ունենանք։ Չնայած մանեն էլ կար տնտեսագետ էր։ Ասում շատ լավ մանե ջան, խնդրում եմ կապվել Բաբկեն Թունյանի հետ։ Մանեն կապում է Բաբկեն Թունյանին, Բաբկենը պատասխանում է, որ շատ շնորհակալ եմ, գնահատում եմ ձեր առաջարկությունը, բայց ես չեմ մտնելու քաղաքականության մեջ, ես ուզում եմ մնամ անկախ տնտեսագետ եւ անկախ անալիզներ անեմ։ Ես տնտեսագետ եմ։ Ես չեմ ուզում մտնել քաղաքականություն, պարլամենտ, դա ինձ հետաքրքիր չի։ Բառացիորեն չեմ մեջ բերում բնականաբար միտքը։ Ու ասում դե լավ, չի ուզում Բաբկենը գա պարլամենտ, հարց չկա։ Մի քանի օր անց հրապարակվում են ընտրական ցուցակները։ Մեկ է տեսնում ենք Բաբկենը ԿՊ-ի ցուցակում է։ Մտես մարդուն դրե եկա 3 մետր բան ես պատասխանել։ Չէ, իրան չեմ պատասխանել։ Բա եղբայր մարդկանց եմ բացատրում։ Ես ներվային ասեմ, ես չեմ։ Մի րոպե, մարդկանց եմ բացատրում, թե օրինակ այս քաղաքական այլասերված համակարգում ինչի ենք մենք քիչ ձայներ հավաքել, որտեղ չկա լավ։ Անհնար է։ Ինչ անես, այս գժերի այս դիցաբանության մեջ։ Կներես, մեզանից շատ ձեն ստացած ուժեր կան, ոչ 3 խոշոր ուժերը։ Հələ 3 խոշոր ուժերին մենք մի կողմ, որը բարձր 3 խոշոր չեն, մեկը բարյերի տակա տենց տատանվում է։ Դու խոշոր էր, խոշոր, այդ էլ էր սուտ։ Հիմա ուրիշ բան։ Նիկոլի Սարգսյանը հերթական սուտ է, էլի, որ ժողովրդին կոնսոլիդացնի այս 3-ի վրա։ Հիմա ուժ կա, օրինակ, բոլոր համայնքներում շտաբ է բաց է, աշխատողներ ընդուն է վարձու, եւ մեզանից մի քիչ շատ է ձեն տարը։ Ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր ուսադիտողը տենա։ Մի մարդ անգամ մեր թիմը աշխատավարձ չի ստացել, որտեվ չկա տենց բան մեր մոտ։ Շտաբ չենք ունեցել։ Շտաբը չենք, շտաբն է վիրտուալ է, վիրտուալ շտաբն է, որ զբաղվել է այդ կայքով,
բոլորը եղել են ԼՀԿ անդամներ, որոնք չեն ստանում աշխատավարձ, որովհետև քաղաքականության մեջ են քաղաքական մարդիկ։ Եվ եղել են կներեք, էսի ասեմ ընդամենը 20 հոգի, 20 խելագար, մի ամիս։ Դա հիմնական դուք հիմնական թիմն ես ասեմ, բայց Ժորժ ջան, ախր այդ ձեր ցավը տանեմ։ Նայեմ եք ասում ենք, հա ամեն եթե խոսքի մենք էլ այս երկիրը թալանած մեկի հովանու ներքո լինեինք, մի հատ ավազակ մեզ հովանավոր էր, հա մեզ է կտային մի քանի միլիոն դոլար, բոլոր քաղաքներում մեր շտաբերը կբացեինք, ամենտեղ 5-6 հոգի կընդունեինք աշխատանքի։ Օրենքով, կոնտրակաշարժ, օրենքով։ Այս 5-6 հոգին իրանց տնեցիկով ամենտեղում կընտրեին, հա մենք է կարողա էլի բարերը չհաղթարեինք, բայց 3% ամբողջ 6 տանեինք։ Հետո Արա մենք ձեզ ինչ ենք բացատրում։ Մենք ժողովրդին ասում ենք Ժորժ ջան, քաղաքականությունը, երբ որ ասում ենք քաղաքականությունն անբարոյականություն, մենք ասում ենք ոչ։ Արիստոտելն ասում է քաղաքականությունը դա մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է, մենք տենց ենք նայում քաղաքականությունը։ Մենք մեղավոր չենք, որ դիքը անբարոյականներ են լծվել քաղաքականություն եւ անբարոյականացրել են դա։ Սարքել են փողի եւ բանի վասկ։ Մենք ասում ենք Ժորժ ջան, ուզում եք ունենաք sense միտք, sense խոսք, sense այլընտրանք։ Մենք մեր առաջարկը ձեզ արեցինք։ Դուք չընտրեցիք այդ առաջարկը։ Ընտրեցիք փողով, մի դեպքում, մյուս դեպքում վախով, այն մյուս դեպքում էլի փողով, այն մյուս դեպքում էլի փողով, այն մյուս դեպքում էլի վախով։ Դուք գիտեք։ Նիկոլը գոռում էր, ասում էր սեպտեմբերին պատերազմ անելու։ Լիքը մարդ վախեցել է գնացել տենց ընտրել է։ Նոր բացահայտումներ կան, որ Ռուսաստանից եկած բազմաթիվ մարդիկ ընտրել են ԿՊ-ին։ Եվ արտարոց թռիչքներ տես առանձնապես չեն, ինչպես միշտ։ Որ նույն չափի չերտներ ա եկե, բայց այդ թեզը Հայաստանում օգտագործելով լիքը մարդ ներվայնանա։ Ասի չհասկացան, գազեք մեր տեղը որոշե կարա։ Ու սաղ գնան ասենք Նիկոլ ընտրեն։ Մի հատ քննադատություն կա, որը ես չեմ ընդունում, ու հաս չեմ այդ քննադատությանը, ուզում եմ արձագանքել։ Ինչ են մեզ ասում, ասում են մարդիկ ձեզ չեն հասկանում։ Պետք է մի քիչ երիտասարդության լեզվով խոսել։ Ես էլ այդ մարդկանց ինչ եմ ասում։ Ասում ժողովուրդ, դուք մեզ քաղաքական խոսք եք ակնկալում, թե մարքեթինգ։ Մենք մարքետոլոգներ չենք, մենք դերասաններ չենք, մենք չենք կարա տենց Spider-Man դառնանք, Spider-Man-ի շորերը մենք չենք կարա հակնենք, մենք չենք կարա մեզ թույլ տանք, ասենք որ մենք գնաց տուն աղջիկը դասի պապջան ես ինչով ես։ Հա, բոլորին մենք չենք կարա տենց բաներ մեզ թույլ տանք, մենք չենք կարա տենց ռիլեր նկարենք։ Մենք խոսում ենք քաղաքականության մասին, խոսում ենք քաղաքական լեզվով։ Եթե ով չի հասկանում քաղաքական լեզուն, իսկ դա մարդկանց խնդիրն է, որովհետեւ այս ոդկասթը, որը կրթում է նայ։ Ես ունեմ այն համոզմունքը, որ աղետ է այն քաղաքական գործիչը, որը անդադ ձգտում է բոլորին հանրային լայն զանգվածներին դուր գալ։ Համաձայն։ Ընդհակառակը լավ ճկվում է ասաղի համար, լավ քաղաքական գործիչը պետքա ձգտի, որ նայ մարդիկ մի փոքր ձգտեն իրեն։ Եվ մարդիկ մի քիչ նեղություն քաշեն, փորձեն հասկանալ։ Մենք խոսում ենք հայերեն, խոսում ենք քաղաքական լեզվով։ Դա ընդհանրապես արդարացում չի, մենք սա քաղաքականությունն է, սա քաղաքականության մեջ մարքեթինգը տեղ ունի, բայց աղետ է, երբ որ ամբողջ քաղաքականությունը դառնում է մարքեթինգ։ Այդ երկրի բանը չի կարա լինի, դա արդեն դեպի վատ տեղ տանող քաղաքականություն է։ Դա նշանակում է Նիկոլ Փաշինյանից ավելի վատ Նիկոլ Փաշինյան ծնել։ Մենք չենք կարա բոլորին դուր գալ ու այն որ ասում են երիտասարդները ձեզ չեն հասկանում։ Այդ հարց տվողներին ես ուզում ասել, կարող դու չես հասկանում, գցում ես երիտասարդների վրա։ Այնա դրագրող կա, այդպես այդ հարցը տակ երիտասարդները չեն հասկանում։ Արամ կարող դու չես հասկանում, ինչ ես ուզում։ Ուզում ես կապիկություն անելով խոսանք։ Կամ ինչա ձեզ թվում որ դուք կարողանում եք արհեստական բանականությունից եւ ինտերնետից օգտվել, ու դուք բացառիկ սերունդ եք։ Ամեն սերունդի թվում է թե ինքը բացառիկ է։ Մտել եկեք մտեք քաղաքականության մեջ, երկրի ճակատագիրի բանն է որոշվում։ Չգիտեմ, գիր կարդացեք, ասեք Քամի կարդացեք, Մարքս կարդացեք, կարող է հասկանաք ինչ ենք ասում։ Չէ՞ դու ջայնացել ես, բայց դա ված չի։ Լավ այ անդրադառնանք իրավիճակին։ Իրավիճակը նաև սրվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, սպասում են Պուտինը շնորհավորի, հուսով եմ շնորհավորի, ինձ չեն շնորհավորում, նրանք սպասում են ընդդիմությունը մանդատները վերցնում, թե չի վերցնում։ Եվ արի ես թեմային անդրադառնանք, նայ։ Մենք որ ասենք մանդատները մի վերցրեք կարպից, դու սակալ որ մենք չենք անցել, ինձ ասում ենք մի վերցրեք։ Մի քիչ գեղեցիկ չի այդ մասը։ Մենք չենք ասում մի վերցրեք, բայց մեզ անդադ հարցում են դուք ինչ կարծիք, ես ինչ ինտերվյու, դու ինչ կարծիք ես, ես ասեմ Ժորժ ջան, եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, Նիկոլի համար դա խնդրեմ է։
ասում են, բայց կարելի է վերցնել եւ ներսում պայքարել, ասեմ Ժորժ ջան, 21 թվին վերցրել եք, ներսում պայքարել եք։ Որ են Կիրանցի պատը դնելուց առաջ այդ հողերը հանձնում էին։ Հələ Ղարաբաղը չեմ ասում։ Ինչա կարեցի անի։ Ինչ է կարե։ Հետո ասեմ, քու ասածը, ասեմ ինչ տեքստով եք մտե process-ի մեջ։ Մտել եք տեքստով, որ պիտի հաջորդ վարչապետը դուք կրնեք։ Հիմա դրանից հետո տեքստի բանը նշածողը ոնց է իջացնելու, մանդատը վերցնելու, դատավոր ընտրելու հարցը։ Բայց կարա չէ, օրինակ դասեր քաղենք 21 թվականի Ռոբերտ Քոչյանի ընդդիմության սխալներից։ Նրանք էլ ճիշտ բարձր շեմ էին սահմանել, գնում ենք սա Նիկոլին ճղենք, պատժենք, կախենք։ Հետո ստիպված գնացին մտան խորհրդան։ Հիմա իրանք կարային չէ դասեր քաղեն, հասկանան որ տենց բան կարա լինի, գոնե մա պարլամենտում աշխատելու տեքստեր էլ մեկ-մեկ ասենք, մեկ-մեկ խոսենք պարլամենտարիզմի մասին։ Ես մա տարակ մի բան ասեմ, էլի դուք շարունակեք։ Նախորդ ոդկասթներից մեկում մենք ֆիքսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հիմիկվա վերարտադրությունը նաև հետևանք է, որ 21-26 թվականներին եղել է թույլ եւ անգործունյա պարլամենտ։ Հիմա նմանատիպ պարլամենտա ձևավորվելու էլի թույլ եւ անգործունյա ավելի վատ ու դա նաեւ կարա պատճառ դառնի որ Նիկոլը 31-ին է վերարտադրվի որտեղ էլի թույլ եւ անգործունյա պարլամենտա ձևավորվելու որտեղ քաղաքականությունը շատ թույլ է լինելու ուրիշ գործերով են զբաղվելու Ես համաձայն եմ, ես դրա համար եմ ասում, որ Ժորժ ջան շատ դժվար է մեզ ձեզ ասել, բա մենք կարծում ենք, որ պետք է ընդդիմություն, օրինակ ԲՀԿ-ի ես որ ասենք այդ 3 ուժերից մեկին իշխանությունը ԿՀ որոշումով դուս է թողնում, պետք է այդտեղ ուրեմն իրանք էլ պրինցիպիալ դնեն, ասեն օրինակ եթե տենց է մենք մանդատները չենք վերցնում։ Ինչ որ պայմաններ դնեն Նիկոլի առաջ, որ ասենք սահմանությունը չես փոխի, ես չես արի, գնա փոխի արի, օրինակ չի, չգիտեմ ինչ ասեմ ախր։ Ախր ոնց ասես խնդրեմա, որովհետև լսի գիշերը ժամ 2-ին, երբ որ Նիկոլը ասուլիս արավ, ու ասավ ես ընտրվել եմ կառավարությունը ես ձևավորելու եմ, քվեաթերթիկների 10%-ն էր մշակված։ Այդ պահին պետք է անդիմությունը դուրս գար փողոց։ Ես այդ պահին լայվ եմ մտի ասեմ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, ուր եք տղեկ։ Ուր եք հզորներ, խոշորներ ուր եք։ Բձեն հանեք, մարդը 10%։ Դրանից հետո մեկը տեսա որ Սամվել Կարապետյանը հայտարարությունը որ ես ասուլիս կանեմ։ Հետո ինքն է ասուլիս անում, ասում արավոտը խոսանք, ու այսքան օր ձեն չկա ոչ մի բան, հետո ասենք Նարեկ Կարապետյան արդեն դիմել են ԿՀ ամբողջ արդյունքները անվավեր ճանաչելու, որը նույնպես խնդրեմ է, նայ։ Արամ Զավենիչին ասին դիմի ԿՀ, որ անվավեր ճանաչեն իրանց գրանցումը, ճիշտ է, գրանցումը չեղյալ համարեն։ Զավենիչը դիմեց ԿՀ, ԿՀ-ն ասավ չէ, պիտի ուժեղ Հայաստանը մնա։ Իրանք ուրախացան ասին, ապրեք, ԿՀ, հզոր, ԿՀ-ն լեգիտիմ է, բան, չէ։ Հիմա նույն ԿՀ-ն ուրիշ որոշումներ է կայացնելու։ Ասել են, ոնց եղավ որ այն որոշումը լավ էր, լեգիտիմ էր, այս մեկը վատ է։ Նայ, ընկնում ես փոսի մեջ եւ հաջորդ խնդրեմն է առաջանում, երբ որ դու դիմես ԿՀ, ասես ամբողջ արդյունքներն անվեր ճանաչեք։ Եվ ԿՀ-ն ասում է չէ, բայց ոստայ ասում է չէ։ Հետո դու, որ ասում ես սաղ կեղծված է, ոնց ես գնալու այդ մանդատները վերցնես։ Եվ նույնը ես Նիկոլին եմ ասում, Պետրոսի եթերը, ես պանդեմիկ ասում եմ 3 կուսակցություններն էլ շեմը հաղթարել են փողով, փողեն բաժանե ժողովրդին, կաշառել են, հանցագործներ են, դատելու են, ասում մի րոպե։ Եթե տենց է, ուրեմն խորհրդանը լեգիտիմ չի։ Եթե մի մանդատ փողովա ձևավորվել, խորհրդանը լեգիտիմ չի։ Աստվածաշնչյան հայտնի սկզբունք կա։ Չար ծառը չի կարա բարի պտուղ տա։ Եթե արդեն աղբյուրը մխտրված է, հարամ է, դրա տված պտուղը ինչ է ալնելու։ Եվ այստեղ ընդդիմությունը ասես ցուկցվանկի մեջ է կարպիս։ Եթե բողոքարկել են, դիմել են, բան ասում են սահմանադրական դատան դիմենք, ասում Ժորժ ջան, որ սահմանադրական դատան եք դիմեն, որ Վլադիմիր Վարդանյանը դարել է ՍԴ անդամ։ Այդ սահմանադրական դատանն եք դիմեմ։ Չի, ասալա։ Ամենքում ինչ մեղքս գալիս են։ Ես մենք կեղծ ու թարախ չենք, մեր գործընկերներին ապրոմակցում ենք, բավականին բարդ իրավիճակ է։ Ինչ էլ որ անեն, մենակ թե ժողովրդը անկեղծ լինեն։ Տոնց ստեր չհորինեն, գնալու ենք, ու թոքու բերենք, էս անենք, այն անենք, թող ուղիղ ասեն։ Արա ինչ որ մեկը պետք է հելնի, այս քաղաքական դաշտում ասի, ես սխալվել եմ։ Սաղ սուրբ են։ Ու ամեն ինչ էս, երկրի սաղ կործանումները ուզում են մեր վրա գցեն։ Մենք մասնակցել ենք ընտրությունների, դրա համար Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել։ Դե չեն կարող ասեն, որովհետև տենց այդ փոշու հարցն էլ ուծվեց։ Այդ այդ մոռացա ասեմ, էլի, նաև այդ է մեզ շատ վնասել, որ մենք չկարողանանք արդյունավետ, որովհետև այդ փոշու
չեմ վախենա այս տերմինը կօգտագործեմ, անբարոյական թեմայով իրանք քաղաքականությունը սպանում էին եւ քաղաքականությունը փոշիացնում են։ Այսինքն ով որ խոսում է այդ փոշու մասին, մտածում է, որ այս երկրում պետքա քաղաքականությամբ զբաղվի մենակ Նիկոլը, պետությունը հեծնած, մեկը միլիարդատերերը, բա մյուսները։ Բա մենք ինչի՞ համար ենք սովորել, ինչի՞ համար ենք այսքան քաղաքական կյանք անցել, լրագրությամբ զբաղվել։ Այսինքն մենք մենակ մենք չէ, նաև ուրիշ տաղանդավոր մարդիկ էլ կան, չէ՞։ Այսինքն ոչ ոք չպիտի քաղաքականությամբ զբաղվի։ Դե եկեք բան արեք։ Դե քարոշությունն արեցին։ Օրենքով Մի արգել ընտրեք փոքրներին, Փոշյանը մա մեզ ընտրեք, գնացին են ձեզ են ընտրել։ Դե գնաց պատասխան տվեք։ Ձեզ են ընտրել։ Օրենքով արգել եք ուրիշ ուժերի մասնակցությունը, թող մենակ միլիարդատերերը մասնակցեն, մեկը Նիկոլը պետությունը հեծնած։ Ամերիկայի պես հանրապետականները, դեմոկրատները կներեք, որ Ամերիկայի հետ համեմատեցի, դա իսկապես այդ անբարոյական թեմա է ու այդ դրանով իսկապես շատ մեծ վնաս հասցրեցին, մենակ մեզ չէ, լավ, էլ մեր անձերը դնենք մի կողմ, մեր ուժին դնենք մի կողմ, վնաս հասցրեցին քաղաքականությանը, քաղաքական պայքարին, դե հիմա պարոն Մարուկյանը ճիշտ է ասում, դե հիմա ծանամելը չկա, կորել եք, դավայց դրանք ինչ եք անում, չգիտեք ինչ պետք է անեք։ Մենք գիտենք։ Լավ ձևակերպ իր, ասից ոչ գիտեն մանդատները վերցնեն ինչ անեն, ոչ գիտեն չվերցնեն ինչ անեն։ Մենք հստակ գիտենք, չէ՞, մեզ ինչի համար է մանդատ պետք։ Հստակ գիտենք, մանդատը մեր համար սուրբ կով չի, որոշների պես մանդատիզմով չենք տառապում, առանց մանդատի էլ կփորձենք մենք եւ չենք փորձի հաստատ կաշխատենք, բայց գիտենք թե մանդատը ինչ ենք ուզում։ Որտեվ պարլամենտարիզմի դրոշակը առած, ասում ենք, այս երկրում պետքա չլինի բացարձակ իշխանություն, պետքա լինի պարլամենտարիզմ եւ այլն։ Իրանց ինչին է պետք այդ մանդատը։ Ես չգիտեմ ինչի համար է պետք։ Իրանք մի մասը չի վերցնելու մանդատները, մի մասը հեսա է քաղաքական թիմերն են փոխելու, այդ ընդդիմության մեջ բանա, հա ռակիրովկայի տրամաբանություն կա, չէ՞, մեկ պատիվ ունեմ ուժեղ Հայաստան, հետո Հայաստան դաշինք, sense անդադ պատտվում են, իրանք իրար մեջ, sense ինչ որ Դրանով Նիկոլին փաստ են տալի, որ ասի դե էս իրեքն են նույն ուժերն են։ Բայց երագալու խրեշները ոնց էր ասում։ Բայց նույն ուժերն են։ Այն Արեգ Կարապետյան գնացել է բան, եթեր Պետրոսի, ու Պետրոսն ասում է ոնց է, որ 3 դեբատներում էլ հանրապետական կուսակցության մարդ եք ուղարկել։ 3 գլխավոր դեբատներին ասում է հայկայից մարդ եք ուղարկել։ Հետո վերջում կպարզվի, որ ինչ որ մեկը կողմա քվեարկում Նիկոլի նախաձեռնություններին պարլամենտում, հետո հարց կտանք, այդ հարցը ես տվել եմ օրինակ Իշխան Զաքարյանն անունը։ Ասում եմ ով է Իշխան Զաքարյանին բերել։ Սերժ Սարգսյանին հարցնում եմ, ասում է Վանեսյանի մանդատով է։ Վանեսյանին հարցնում եմ, նեղանում է, հրապարակային գրել եմ։ Ով է այդ մարդուն բերել, այդ չեմ կոռուպցիոն թեմաների մեջ ներքաշված, որ դատական գործերով անցնում է։ Անմեղության կանխավարկած չխախտենք, հա։ Ինչի համար եք բերել պարլամենտ, որ իրանք կարողանան շանտաժի ենթարկեն, ու հետո տանեն իրանց կողմ։ Հիմա իշքան շանտաժի ենթական մարդ եք բերել պարլամենտ։ Լիքը։ Հիմա եթե մի հատ Իշխան Զաքարյան եղի, մի 10-15 հոգի Իշխան Զաքարյան կա։ Եվ հետո հանգիստ կարպի, հեսա դե համար ավելի իրանց համար ավելի լավ բարձում է մանդատը չվերցնելու, դե որ վերցին այդ կինոները սկսվելու է։ Այդ խոցելիությունները վերցնեն, չվերցրեցին, հետո փողոցել իրանք չունեն հիմա այլ։ Դե դել կա, բայց գոնե դրանով կարան համանդրական այդ փոփոխությունները կանգնացնեն, որտեղ որ մեջը եղան, իրանց քվեարկել են տալու։ Նույնիսկ ես մտածում եմ, որ մեջը եղան, իրանց քվեարկել են տալու։ Բայց որ դուրս է եղան, մարդ չեղավ մեջը, Նիկոլայից համանացությունը չի կարելի անցկացնել։ Մի հատ հսկայական ռեսուրս հաշվի չեք առնում կամ հաշվի առնում եք, չասեցիք։ Որտեղ մատ հսկայական մեծ լոբինգ կա, որ մանդատները վերցնեն, ինչի համար, որտեղ այդ մանդատները վերցնելուց է նաև պայմանավորված ահագին շատ մարդու աշխատավարձ։ Այդ աշխատավարձերը թե Գագիկ Ծառուկյանը կարա տա իր մարդկանց, թե Սամվել կարա։ Մենակ իրաց մարդկանց չէ, աշխատավարձեր մեդիային, աշխատավարձեր պրոպագանդիստներին, այդ մարդիկ, որ հիմա լոբինգ են անում, հա, ԶԼՄ-ների մի մեծ մաս որ լոբինգ անում, որ մանդատներ վերցնեն, Ժորժան իմացեք անկեղծ, որ մանդատները չվերցնեն, իրանց փող տվող չի լինելու, որ լուսաբանում անեն, ԶԼՄ-ները մեռնելու են, դրա համար են այդ քարոշչությունը նաև դրա համար է, իմացեք։ անբարոյական քարոշչությունը, դա չի կարելի էլի։ Ժողովուրդ ջան, ամենահետաքրքիրը նաև այն է, որ տես արդեն որի օրնավոր ընտրություններն անցել ենք, մենք ասենք մի հատ խոշոր հանրահավաք չի եղել։ Պետրոսն ինձ ասում է՝ ուր է փողոցը։ Բայց եթե ասում է կեղծվել են, ուր է փողոցը։ Ասում է դե միշտ ցույցեր են, չէ՞, ասում մի րոպե Պետրոս մի րոպե։ Ասում մի վաղ նախագահական էր համակարգ, ասում է օքեյ, հիմա էլ պարլամենտական, ուր է փողոցը։ Եվ այս ամեն ինչով, ամեն գործողությամբ նաև նպաստում են իշխանության ավելի լկտիացմանը։
Ես որ նայում եմ իշխանության լայվերին, այդ նույն բաբկեն է։ Այդ բաբկենը ոնց կարա դուխ ունենա կարպիս։ Իմ ու քո անունը գրի միտեղ ու ինչ որ հարց տա։ Այնտեղ են մեկ ում էր գրի, մի հատ Նամրոդ падգամավոր կան, անդադ մեր անունները տալիս է չեն կարծակ անգամ։ Արա այդ մարդիկ ասենք Ժորժ ջան, ոնց ասեմ։ Կոֆե դնող է չեն եղել դրանք։ Հիմա հարցը այն է, որ բայց այդ իրանց այդ լկտիության այդ հաբրգվելու, այդ տենց այդ չափուսամանն անցնելու արդյունքը պրոբլեմը այն է, որ իրանց դիմացիներն են թույլ տվել որ տենց լինի։ Իրանց դիմացիներն են թույլ տվել որ տենց լինի։ Մեկը գրել է ինձ ասում է, բա Հունգարիայի օրինակը ասում շատ էի բերեմ։ Հիմա ասում իշխանությունը հաղթել է, քիչ է Հունգարիայի օրինակով շնորհավոր, մասի մի րոպե է։ Հունգարիայի մասի Պետեր Մագյարը, գլխավոր օպոզիցիոն լիդերը, հաղթել է գործող Օրբանին, վարչապետին։ Օրբանը շնորհավորել է Պետեր Մագյարին։ Հիմա ասում եմ, ստեղ գործող գլխավոր օպոնենտներն ովքեր են։ Որսկից ասում են, ես վարչապետի տեխնազու չեմ խեինք ասում։ Կամ ճանաչեք ընտրությունները, կամ մի ճանաչեք։ Մի հատ է ֆունդամենտալ բան, որ ոչ մեկ չգիտի։ Բոլոր ընտրական հանձնաժողովները 2000 ընտրական հանձնաժողով կա, խորհրդարանական երկու ֆրակցիաները երկուական հանձնաժողովի անդամ ունեն։ Օրենքի ուժով։ Օրենքի ուժով։ Այսինքն երկու հոգի Սերժ Սարգսյանը ունի ամեն հանձնաժողովում։ Ասում կամավոր չի էլի։ Հա, երկու հոգի Ռոբերտ Քոչարյանը ունի։ Հիմա այդ այսինքն ամեն հանձնաժողովն լա նախ 4 հոգի օպոզիցիան մարդ է ունեցել։ Հիմա եթե կեղծվել է ընտրությունները, այս 4 հոգին այդ կեղծողների մեջ են։ Եթե չի կեղծվել 4 հոգի մտերն են ասեն այ Ժորժ ջան, չի կեղծվել, Նիկոլը կրել է։ Կամ այն ասեք է ժողովրդին, կամ այն ասեք, ախպեր, ու եթե դուք այդտեղ եք եղել, ու լուսավոր Հայաստանի ձեները վերցրել են 10, 19, միտեղ 5, միտեղ 6, միտեղ 3, դեմը գրել են 0։ Դրա համար ով է պատասխան տալու։ Իդեպ ես ոչ միտեղ չեմ ասել որ կեղծվել է, իմ գնահատականը մի փոքր զգուշավոր է, ես ասում եմ վիճարկելի եւ կասկածելի ընտրություններ։ Դու ասես կասկածելի լեգիտիմությամբ Նիկոլը։ Կասկածելի լեգիտիմությամբ եւ ինչի համար, որովհետեւ մարդիկ հաճախ լեգիտիմությունը լեգալության հետ են շփոթում։ Այո։ Լեգիտիմության պակաս կա եւ ոչ միայն հենց ընտրական process-ի Մինչև ընտրական կոնտեքստում, մինչև ընտրական process-ը, ցանրապես էս իշխանության լեգիտիմությունը ազատանկման մեջ է, այլևս իրենց համար առաջվանը չի լինելու եւ իրանք միայն երրորդ ժամկետը բավարար է լեգիտիմության կասկածի տալու համար։ Եվ իրանք են դա հասկանում եւ դա իրենց դարձնելու է ել ավելի ագրեսիվ, բռնությունները սաստկանալու են եկեղեցու քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ կոռուպցիան սաստկանալու, այսինքն հրեշ ենք մենք ծնել, հրեշ ենք ծնում, այդ հրեշը արդեն կա, ուղղակի հիմա գլուխներն են բազմանալու, ինքը էլ ավելի է կարճելու իշխանությունից, ներքաղաքական կյանքը գնալով այլասերվելու է, ժողովրդի քթից այդ 10000 բարձրացված 10000 դրամով բարձրացված թոշակները բերելու են, ակցիզային հարկը բարձրացրեցին, բենզինի, խմիչքի, լինելու են թանկացումներ եւ զուգահեռ իրականությունում Հայաստանի ինքնիշխանությունը էլի շարունակելու է գլորվել, Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ այդ միակողմանի զիջումները շարունակվելու են, Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունները չգիտենք ինչ հանգրվանի կասեն։ Մի խոսքով բավականին վատ օրեր են սպասվում եւ սպառնալիքներով լեցուն օրեր են սպասվում մեր երկրին եւ չկա մի adekvat հնարավորություններ, լծակներ ունեցող նկատի ունեմ adekvat մի ուժ, որը կարողանա այս մարտահրավերներին դիմագրավել։ Մեզ մնացել է միայն խոսքը։ Ցավոք սրտի մենք լծակներ չունենք, եթե լծակներ ունենանք, օրինակ շատ հարցերի լուծման չեմ ասում բոլոր հարցերը չեմ ասում ենք հանճարենք, բայց շատ հարցերի լուծման եղանակները մենք գիտենք եւ տեսնում ենք թե ոնց կարելի է լուծել, բայց այդ հարցերը չեն լուծվելու եւ այս այլասերված հարաբերությունները շարունակվելու են զուգահեռ իրականությունում պետությունը հալվելու է մեր էլ ավելի նվաղելու եւ թուլանալու հատկապես արտաքին հարաբերություններում։ Եվ Ադրբեջանում տոնում են։ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը դիտարկում են որպես իրենց հաղթանակ, իրենց քաղաքականության տրամաբանական հետևանք։ Դուք այդ ոնց էր անունը այդ նախկին դիվանագետի Թոֆիկի այդ խոսքը բերեցիք, որի պատճառն Ադրբեջանում կարծում են, որ իրենք մեծ հոգեկան հիվանդությունից են բուժում, որի անունն է միացում։ Եվ ըստ էության այդպես էլ կա, էլի, ճիշտ է ասում, ադրբեջանական այդ նարատիվը մեզ բուժելու
իսկապես արդեն քանի տարի է թևածում է մեր իրականությունում եւ շատ-շատերը հենց դրանով ապրում են, հատկապես այդ առաջադեմ շրջանակները։ Ես չի ուզենա ասենց վատ ուղերձով մենք փակենք հաղորդումը, ուզում եմ ժողովրդին հույս տալ այն իմաստով, որ ժողովուրդ ջան, քաղաքական անապատը բերելու է վակուումի։ Վակուումը բերելու է պայթյունի։ Պայթյունը կարող է բերել նրան, որ մենք չսպասենք մինչև 31 թվականը։ Դա հնարավորություն է, որ իշխանության փոփոխությունը ավելի շուտ լինի։ 17 թվականին Սերժ Սարգսյանը ընտրություններում հաղթանակ է տոնում։ Ձևավորում է խորհրդարանական մեծամասնություն։ Ջախջախիչ հաղթանակ։ Այդ ժամանակ էլի կասկածներ են իշխանության ձևավորման վրա, էլի սա դիմողներ եղան, էլի բան, բայց ուղիղ 1 տարի անց իշխանությունը փլուզվեց։ Թող ոչ ոք հույս չդնի նրա վրա, որ վակուումի, անապատի, քաղաքական տհասության, քաղաքական մտքի բացակայության համատեքստում կարող են իշխանությունը երկար պահել։ Չի կարող նման պարլամենտը իշխանությունը պահել երկար ժամանակ։ Դրա համար ես հույս եմ հայտնում, որ փոփոխություններն ավելի շուտ են գալու, քան 2031 թվականն է։ Մինչև այդ ես ու Կարպիսը եւ մեր թիմակիցներն աշխատելու ենք այն համակարգը, որը ներդրված է ձեզ բացատրելու, քանդելու այդ համակարգը, որ դուք հասկանաք, որ ԶԼՄ-ների մի մեծ մաս կեղծիք են ամեն օր անում, ձեզ խափում են, ձեզ երկար ժամանակ խափում էին, որ Նիկոլը ձայն չունի իրանց էքսպերտներով, այդ էքսպերտներն էլ էին վճարվում այդ խափեփայությունը ձեզ տարածելու, որպես օպոզիցիա։ ԶԼՄ-ների մի մեծ մաս օպոզիցիա են խաղում, բայց օպոզիցիա չեն։ Նրանք սպասարկում են, անգամ չուզենալով կարողա կամ չհասկանալով սպասարկում են այս համակարգի երկարատկեցության օրակարգը, որի արդյունքում Նիկոլա մնում վարչապետ։ Եվ մենք զբաղվելու ենք դա քանդելով։ Մենք դա քանդելու, մինչև այդ համակարգը չքանդվի, մինչև այդ սահմանադրություն գրողները, բաները ասես չբացահայտվեն, բոլոր մեխանիզմները քանդու քարապ չարվեն ձեր աչքի առաջ, այս համակարգով փոփոխություններ չի լինելու։ Դա համար մենք սա ձեզ ցույց կտանք մեր ոդկասթներով, մեր եթերներով կքանդենք, անդադար ցույց կտանք ձեզ քանդու քարապ կանենք, որի արդյունքում քաղաքական վակուում եւ անապատի մեջ օազիս կձևավորենք։ Իսկ օազիսից ծարավ մարդիկ ջուր կխմեն եւ քաղաքական ծարավը կհագեցնեն եւ փոփոխությունները կգան Հայաստան։ Շատ պատկերավոր էր։ Չէ, հրաշալի է։ Հրաշալի է։ Դա մնացեք սիրելի հայրենակիցներ, տարածեք որքան կարող եք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։